երեք ձեզ գիշերը հաղորդեցի, որ մեր ժամով ժամը 9-ից, այնտեղ Վաշինգտոնի ժամը 12-ից աշխատանքները կառավարությունը փակվել է, որովհետև բաջեթը չեն հաստատել։ Դեմոկրատները եւ ռիփաբլիկանները չեն կարողանում համաձայնվել, ռիփաբլիկանները ներկայացրել են, որ ինչ պիտի լինի բաջեթը, ինչպես գումարներ ծախսեն, դեմոկրատները համաձայն չեն։ Մարտին մի փոքր խումբ այսինքն դեմոկրատների սենատորները միացան ռիփաբլիկաններին ու բաջեթը այդ ժամանակ հստակացրին։ Իսկ հիմա չեն համաձայնվում, երկու խոշոր հարց կա այստեղ։ Մեկ հարցը սա է Medicaid-ի կրճատումը 800 մոտարապես 90 միլիարդ բիլիոն այդ Medicaid-ի կրճատումն է ապագա 10 տարվա համար, դրա վրա դեմոկրատները ասում են պետք է վերականգնեք դա։ Երկրորդը Medicaid-ը այն ինչ որ այստեղ Կալիֆոռնիայում Medical է կոչվում, իսկ դրան է դեմոկրատները ցանկություն են վերականգնելու եւ healthcare Օբամայի ժամանակ այն ինչ որ Obamacare-ը կոչվում 20 միլիոն մարդ այս երկրում այդ Obamacare-ից օգտվում է։ Obamacare-ը առողջապահական ապահովագրություն է, որ այդ 20 միլիոն մարդը նրանք են, որ իրենց եկամուտը բարձր չի, կառավարությունը subsidize անում, ուրեմն գումար է հատկացնում, որ նրանք կարողանան առողջապահական ապահովագրություն ունենան։ Եվ հիմա դա նաև ցանկությունն է Թրամփի եւ ռիփաբլիկանների դրան կրճատեն։ Ուրեմն եթե կրճատեն, շատ թանկ կլինի։ Ինշուրենս այս երկրում ապահովագրություն գնելը շատ թանկ է։ Սա նրանց համար է, որ աշխատում են, բայց եկամուտները բավարար չի, հնարավոր չի։ Դրա համար նախքան Obamacare միլիոնավոր մարդ ապահովական այս առողջապահական ապահովագրություն health insurance չուներ։ Այդ Օբամայի աշխատանքն էր, ավել շատ մարդ ներառված էր, հետո Թրամփի օրոք ավել պակսեց առաջին նստաշրջանում, այսպես հիմա մնացել է 20 միլիոն մարդ օգտվում է։ Ուրեմն այդ հարցի վրա է, որ չեն կարողանում համաձայնվել, ուրեմն կառավարությունը իր աշխատանքը դադարեցրել է 750 միլիոն մարդու արդեն ասել են տուն գնան։ Մնացած 4 միլիոն մարդ ինչ որ կառավարության համար աշխատում է, դրանց մեջ նաև զինվորականները աշխատավարձ չեն ստանալու։ Այդ 750,000-ը կարելի է աշխատավարձ հետո իրենց վճարեն կամ Թրամփը սպառնում է, որ բոլորին աշխատանքից հանելու եմ, որպեսզի ճնշում լինի դեմոկրատների վրա։ Ես հիմա ուզում եմ տեսանյութի հիման վրա ցուցադրեմ, տեսնում եք closed the US Capitol անգամ մարդիկ որ գնում էին վիզիտ անելու, այնտեղ չեն կարող ներս մտնեն շենքերը, որովհետև մարդ չկա։ Այստեղ տեսնում եք դուրս այդ սպիտակ տան, այսինքն ներկայացնի տան մեջ էր։ Սա Շումեր անունով ռիփաբլիկանների դեմոկրատների սենատի ղեկավարն է, ում որ տեսնում եք այստեղ, որ այս մասին խոսում է եւ ասում է, որ այդ կրճատումները իրենց տեսակետից ընդունելի չի։ Այսպես արտահայտվեցին եւ տեսնում եք փակվել է։ Հիմա հрьяաների ծեսի հետևանքով մնալու են փակ, վաղը չեն աշխատելու, ուրբաթ օրը վերադառնալու են, շարունակեն, տեսնեն համաձայնության կարող են կան թե ոչ։ Հիմա եթե կառավարությունը փակվում է, այսինքն սենատը ուրեմն մինչև ուրբաթ օր փակ է, սենատում է ինչ որ պիտի որոշեն, աշխատակազմը 750,000 ասացի հանեն են եւ մնացածը որ աշխատում են աշխատավարձ չեն ստանալու մինչեւ հետո սպիտակ տուն ասում է որ աշխատանքից հանելը նաեւ հնարավոր է որ կառավարության համար աշխատանքից հանեն եւ մեկը մյուսին է մեղադրում տեսնում եք այդտեղ blame game սկսվել է նախագահ Թրամփը այս վիդեոն որը ում որ տեսնում եք բեխով Հաքիմ Ջեֆրիս ներկայացների դեմոկրատ կուսակցության ղեկավարն է
ներկայացնի տան մեջ ինքը սևական է, բայց իսպանական այս մարիաչի բանդի նման Թրամփն է տեսնում եք հետևում եւ պեղ տրված այս Հաքիմ Ջեֆրիզին եւ գլխարկեն դրեն ուրեմն այսպես AI generated image-ն է, որ նախագահ Թրամփն էր տեղադրել։ Սենեթի ռիփաբլիկանների ղեկավարին եք տեսնում այստեղ Ջան Թուն անունով, այսպես ասում էր, որ ուրեմն եթե փակվի կառավարություն, արդեն փակվել է, մեղավորը դեմոկրատներ են։ Բնականաբար դեմոկրատները ասում են մեղավորը ռիփաբլիկաններն են։ Իսկ 65% երբ մարդկանց կարծիքը վերցրել են New York Times, CNN Poll-ը տեսնում եք, կարծում եմ, որ դեմոկրատները պատճառ կլինեն, որ կառավարությունը աշխատանքը դադարեցնի եւ ավել ցանկություն ունեն, որ նաեւ դեմոկրատների ցանկություն ներառվի, բայց համաձայնվեն։ 3 դեմոկրատ սենատորներ միացել են ռիփաբլիկաններին, 60 սենատոր պիտի քվեարկի, որ բյուջետը հաստատվի։ Այս 3 սենատորներին եք տեսնում դեմոկրատ, այստեղ աչում Արիզոնայի սենատորն է, ծախում Փենսիլվանիայի սենատորն է, այսպես տեսնում եք 3 հոգին, իսկ մեկ ռիփաբլիկան չհամաձայնվեց Փոլ անունով, որտեղ ասած չի քվեարկելու։ Միակ ռիփաբլիկանն է, որ ասել է այդ բյուջետի համար չի քվեարկելու, ուրեմն առավել 5 հոգի հարկավոր է։ Սա բյուջետի ղեկավարն է այս երկրի, որ անունով ասել է, որ այս շաբաթ կսկսենք աշխատանքից հանել աշխատակազմին, կառավարության մոտ աշխատողներին աշխատանքից հանել։ Ես ուզում եմ նաև ձեզ ցուցադրել նախագահ Թրամփը, որպեսզի ավել ճնշում բանացնի դեմոկրատների վրա, եթե շարունակենք տեսանյութը, այստեղ տեսնում եք, ասել է, որ դեմոկրատական նահանգներում, այսպես տեսնում եք, 18 բիլիոն infrastructure ենթակառույցային աշխատանքներ, freeway ճանապարհներ եւ այլն Նյու Յորք քաղաքին գումարը չի հատկացնելու, որ դեմոկրատների վրա ավել ճնշում բանացնի, նախագահը ասել է այսպես գումարը պահել է։ 2 դեմոկրատներ, այսինքն դեմոկրատ կուսակցության սենեթի ղեկավարը դեմոկրատ է, այսինքն դեմոկրատ է, տեսնում եք Շումերին ծախում, Հաքիմ Ջեֆրիզ աչում տեսնում եք, որ ներկայացնի տան ղեկավարն է, նաև Նյու Յորք քաղաքից է, ուրեմն Թրամփը մեկ անգամից բյուջետը կտրելով դժվարություն։ Նաև նախագահը ասել է 8 բիլիոն energy projects կապ ունեցող էներգիայի կապ ունեցող 8 բիլիոնը դեմոկրատ նահանգներից այդ փողը չի թույլ տվել հատկացնել։ Հովային տեսնում եք, Կալիֆոռնիան, այնտեղ Օրեգոնը տեսնում եք, Հյուսիսում Վաշինգտոնը, սրանք բոլոր դեմոկրատ նահանգներ են, Կոլորադո, Նյու Մեքսիկո, Նյու Յորքը, այսպես տեսնում եք, 8 բիլիոն նաև գումարը չի թույլ տվել, որ հանձնեն, որ սովորաբար միշտ ավտոմատիկ տեղի ունենում, ուրեմն չի թողել։ Քիչ առաջ տեսակ, որ Հաքիմ Ջեֆրիզին այդ մեքսիկական գլխարկ էին դրել իրեն գլխի վրա էր, հետո Թրամփը այնտեղ նվագում էր, այստեղ տեսնում եք AI generated image-ը Թրամփը դրել է եւ ինքը ասել է սա շատ անհարգի վարք է, ինչ ասած ինքը մեքսիկացի չի, անարգի վարք է այս պեխերով եւ այլն, իսկ JD Vance նախագահի, այսինքն փոխնախագահն այս երկրի ասում է ոչ մեկ խնդրեմ չեն տեսնում, ինչ որ պատրաստել են կամ ինչ որ ծաղրում են կամ ծերն արել իրենք խնդրեմ չեն տեսնում։ Ես ուզում եմ նաև շարունակել ձեզ ցույց տալ հենց Նյու Յորք քաղաքում, քանի որ այս Նյու Յորքի մասին շատ հարցեր եղան այսօր, ձեզ ցույց տամ մեկ blast շենքը, այստեղ տեսնում եք այդ ծխնելույզն է, որ բարձրանում է։ Նյու Յորքում գազ շատ են օգտվում, այսինքն ամեն ինչը հին քաղաք է, այս
ջեռուցման սարքավորումը գազով աշխատող է, այդ ծխնելույզն ինչ որ բարձրանում է, թափվում է առավոտյան ժամը 8-ին շենքի մի մասը explosion տեսնում եք շենքի մեջ եւ թափվում է։ Բարեբախտաբար այդքան 20 հարկից վերև թափվեն է, բայց ժամը 8-ին այդտեղ երեխաներ կան, դպրոց են տանում, ծնողները դպրոց են տանում, զարմանալիորեն ոչ մի անձ չի վնասվել, այսինքն մեծ բախտավոր են, այսպես տեսնում եք այդ երբ թափվում է, կողքին նաև մեկ ուրիշ լողավազան կար այդտեղ, բայց եւ այնպես տարօրինակ դեպք է պատահում, բայց բարեբախտաբար մեկը չի վնասվել։ Ես մի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից նոր Քարոլայնա նահանգի մասին խոսեմ, Burbank Adult School-ն է, որ այնտեղ տարբեր դասավանդումներ է տեղի ունենում, բոլոր դասավանդումները անվճար են, բուժքույր կամ բուժքույրի օգնական լինելու, կոմպյուտեր չգիտեք, կոմպյուտեր կարող եք սովորել այնտեղ, կոմպյուտեր գիտեք, ուզում եք մասնագիտացվեք կոմպյուտերի մեջ, այսպես, եթե անգլերեն չգիտեք, ուզում եք անգլերեն սովորել, անգլերեն գիտեք, ուզում եք առավել անգլերեն սովորել։ Ամենայն դեպս դասավանդումները Կալիֆոռնիայի նահանգը վճարում է, որ դուք անվճար դպրոց հաճախեք, ձեր կրթությունը այս ավել գրագետ աշխատող ավել լավ աշխատավարձ կունենա, օգնեն այդպիսով։ Եվ իրենք վկայական են տալիս, եթե այդ դասավանդումները ավարտեք, որ վկայական ընդունելի է Ամերիկայի բոլոր նահանգներում։ Սեփական, այսպես անձնական դպրոցներ կան, բայց վկայական հենց մենակ իրենց դպրոցին է պատկանում, ոչ միտեղ ընդունելի չի։ Սա որովհետև Կալիֆոռնիայի նահանգն է աշխատանքը հովանավորված է Կալիֆոռնիայի նահանգի միջոցով, այդ վկայական ընդունվում է 50 նահանգում, կարող եք հաճախեք այդտեղ անվճար։ Ալեքս Ահարոնյանն է հովանավորում ծրագիրը, եթե Դուբայում դուք ցանկություն ունեք real estate գնեք, դա առանձնատուն կլինի, ապարտման կլինի, կարող եք Ալեքսի միջոցով այդ աշխատանքը կատարեք։ Եվ եթե գնում եք այնտեղ, այդպես մի տարածք եք գնում կամ քանդո եք գնում, 10 տարվա նաև կարող եք դիմեք վիզա ստանալ Դուբայ գնալ, վերադառնալ իշխտությամբ Դուբայում դուք կարող եք ունենալ այսպես առիթ։ Զանգարեք իր հետ խորհրդակցեք։ Ծրագիրը հովանավորում է Central Pharmacy հովանավորում է ծրագիրը, գտնվում է Կալիֆոռնիայի փողոցի վրա է գտնվում։ Դոկտորը 35 տարվա փորձառություն ունի Գլենդելում տեղատուն է ղեկավարել, իսկ իր դուստրի հետ նոր տեղատուն են այնտեղ Sunland քաղաքում ունենալու են, որ եթե դուք գտնվում եք Sunland, Թահանգա, Սիլմար, այդ ամենայն դեպս Sunland-ի շրջակա քաղաքներում եք, իրենց նոր տեղատունը բացվում է այնտեղ, դուք կարող եք սրանից հետո եթե այդ տարածքներում բնակվում եք, այդ տեղատունը գնաք, շուտով բացվելու է, այստեղ տեսնում եք Central Pharmacy։ AC air conditioning-ը կամ AC quality air-ն է հովանավորում ծրագիրը, եթե ձեր air conditioning-ը մաքրման կարիք ունի, $89 կարող եք այդ աշխատանքը կատարեք։ Իսկ եթե դուք unit պիտի փոխեք, դակտեր նոր պիտի տեղադրեք, լրիվ նոր սիստեմ պիտի տեղադրեք, բոլոր այդ աշխատանք կատարում են installation, repair եւ maintenance։ Զանգարեք այս հեռախոսահամարին։ Ծրագիրը հովանավորում է Odette Cake եւ Balloons հովանավորում են ծրագիրը։ Սա արհեստական քեյքեր են եւ բլունզներ են, որ կբերեն ձեր տանը կտեղադրեն, եթե հարկավոր եղավ, խնջույք ունեք կամ հարսանիք ունեք արսանյաց սրահում, խնջույքներ պիտի կազմակերպեք, այս արհեստական քեյքը կբերեն կտեղադրեն, խնջույքից հետո իրենք կգան կտանեն, նաեւ փուչիկներ կարող եք տեղադրել, գեղեցկացնել տարածքը։ Մարգարյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, եթե դուք վարձակալ եք, ապարտման եք վարձել կամ առանձնատուն եք վարձել, այդ պիտի բնակելի լինի, մաքուր լինի, մրջուններ չպիտի լինեն, մուգ չպիտի լինի,
պահարան բացում եք միջատները չպիտի գնան կան։ Եթե այդպես է, զանգարեք այստեղ։ Ձեզ պիտի հատուցում տան։ Դուք ոչինչ չեք վճարում, մինչև փաստաբանը կարողանա ձեզ համար հատուցում վերցնի, զանգարեք այստեղ կվերադառնա։ North Carolina-ում ձեզ հաղորդել էի, որ այսպես փոթորիկ է տեղի ունենում եւ Atlantic Ocean-ում այս օվկիանոսի ջուրը գալիս է շենքերը տապալում է այդտեղ, առնվազն 5 շենքեր տապալում է, տեսեք ինչպես հեշտությամբ կարողանում է 100 մայլս ժամական նաեւ փոթորիկ է ինչ որ տեղի ունենում, պատկերացրեք 160 մայլս այսպես ջուրը օվկիանոսի 12 ֆիտ 3 մետր 60 սանտիմետր պատկերացրեք բարձրանա եւ այդպիսով մտնի քաղաքը, տեսեք այս վնասներն են ինչ որ այս Atlantic Ocean-ը North Carolina-ում ստեղծել է այս բարդությունը։ Բարեբախտաբար հիմա այս Hurricane Imelda-ն հեռանում է օվկիանոսից, այդպես տեսնում եք, հիմա այստեղ գիտեք ամեն ժամանակ այսպես փոթորիկներ տեղի ունենում, գալիս է ու վնասում է Ամերիկայի այդ օվկիանոս Ատլանտիկ օվկիանոսում մեզ մոտ խաղաղական օվկիանոսն է, այսքան բարդություններ սովորաբար չի լինում։ Ես ուզում եմ խոսել հիմա շարունակեմ եւ խոսել Ֆիլիպինի մասին 6.9 ուժգնությամբ Ռիխտերի սկեյլի վրա այստեղ տեսնում եք երկրաշարժ տեղի ունեցավ Ֆիլիպինում, երեք ձեզ նաև ասացի, իսկ հիմա ես հաղորդել էի որ 20 հոգի մահացել են, մեծ խումբ անհետ կորեն են, բանից դուրս է գալիս որ 69 հոգու տիակը հիմա գտել են։ Շարունակենք այս այսպես տեսնում եք երբ պատահում է, տեսեք ինչ ահավոր շարժում է ժողովուրդ վախեցած մեկը մյուսին է կրկում եւ ոմանք փախուստ են տալիս, տեսնում եք ձեռնարկ է սրահի մեջ, այսպես եկեղեցի ինչ որ գմբեթը գալիս է ցած, հին եկեղեցի, այսպես տեսնում եք եւ հիմա միայն իհարկե Ֆիլիպինը չի որ վնասներ է կրել, ասացի մոտարապես 70 մարդ իրենց կյանք կորցրեն եւ ավելի դիակներն ինչ որ փնտրում են նաեւ Ինդոնեզիայում երկրաշարժը տեղի է ունենում Ինդոնեզիայում եւ առայժմ կարծում են որ 6 հոգի են դիակներ 6 են գտել հիմա եթե առավել դիակներ հետո կգտնեն դա մնում է հույսով տեսեք երկրաշարժներ այսպես աշխատում են փրկարարները այս շենքի փլատակների տակից կարողանան դուրս անեն զոհերին ողջ անգամ ձայներ են լսում սա Ring of Fire այն տարածքն է որ միշտ խոշոր երկրաշարժերը տեղի ունենում այսպես տեսնում եք ահավոր վիճակ ի հետևանք այս երկրաշարժի Ես ուզում եմ հիմա խոսել մեկ արվեստագետ Action Star տեսնում եք իրեն այս Action Star-ը որը Tyrese Gibson անունով որ տարբեր ֆիլմերի մեջ է եղել ճանաչված անձնավորություն է ամենայն դեպս եւ 2 շաբաթ առաջ ինքը ճամփորդություն է ֆիլմերի եւ այլն մեծ խոշոր շներ ունի տանը մեծ մանշն ունի հսկա բնակարան ունի այս Ատլանտայում Ջորջիա նահանգում այս իրեն շուներից երկուսը կարողանում են փախուստան դուրս են գալիս հարևանը ինչ որ փոքրիկ շուն ունի հարևանի շունին խեղդում են ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել տեսնեք այս դեպքը ինչ որ պատահել է տեսնում եք այս Գիբսոնին եք տեսնում որ տարբեր ֆիլմերի մեջ է եղել տեսեք իրեն շներն են քանի հատ շուն ունի երկուսը կարողանում են դուրս գալ եւ այդ Fulton County տեսնում եք
այս ֆիլմի արտիստին եք տեսնում այնտեղ սև անձնավորությունը, որ այսպես դեպք է պատահում իր շները խեղդում են մյուսի հարևանի շունը 911 են կանչում մարդիկ երբեմն կանչել էին նախապես որ մեր տնից չեն կարողանում դուրս գանք որովհետև այդ շները ինչ որ այս արտիստը ունի իր տանը ունի 150 մեծ խոշոր շներ են 150 pound շներ են սրանք հիմա պատկերացրեք 70 կիլո շուն է մեծ այդ փոքրիկ շունն է ինչ որ այս հարևանի կողքին տեսնում եք աշխատել էր մի ձև ապահովել իր բնակարանը բայց ամենայն դեպս այս իր փոքրիկն է ինչ որ այդ խոշոր շները խեղդել էին ու հետ էին վերադարձել իրենց բնակարանը այսպես տեսնում եք հիմա տատ երևի պիտի բացվի ինքը ասում է որ մենք չենք մեր շներին չենք աշխատել վայրի դարձնել եւ սա տրագեդի է եւ ցավ է հայտնում այս արվեստագետը այդ դեպքի հետևանքով ես մի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարի շարունակեմ Լիսա Քուկի մասին խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է Orange Shipping հովանավորում է ծրագիրը Orange Shipping ձեզ է առաջարկում եթե ծանրություն ունեք Հայաստան պիտի ղրկեք նավի միջոցով եթե մեկը ղրկեք մյուսը 50% զեղչ է ունենալու Sherman Way North Hollywood է գտնվում Orange Shipping Sherman Way North Hollywood մի ծանրոց որևէ չափի ուղարկեք երկրորդը կես գինը կարող եք վճարել ծրագիրը հովանավորում է նաև Կարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը Կարավան ռեստորանը ձեզ է առաջարկում ամեն օր ճաշ է առաջարկում եւ ընթի գտնում եք Գլենոքս փողոցի վրա Grand View փողոցի հատման կետին շատ մոտ է Գլենոքս փողոցի վրա իսկ հոկտեմբերի 15-ից հետո ամեն շաբաթավերջ շաբաթ եւ կիրակի օրերը հարիսա են առաջարկում ձեզ հոկտեմբերի 15-ից հետո այդ աշխատանք կատարելու են առավոտը ժամը 8-ից բաց են լինելու ժամը 8-ից որևէ ժամ հետո կարող եք գնալ բայց ամենայն դեպս 8-ից բաց է լինելու որ եթե պետք է ուտելու միտեղ գնալ կարողանաք ծրագիրը հովանավորում է Շահին Թուրնը հովանավորում ծրագիրը կազմակերպել է Բրազիլ, Արգենտինա երկու երկրները 10 օր թուր է սա $3790 ընդամենը դուք տոմսակ վերցնեք երկու տեղ այցելելու երևի պետք է այդքան գումար տաք ամեն ինչ ներառված է ուտելիքը հոթելը եւ Կոստարիկա կարող եք գնալ գեղեցիկ ասում են ծովափ կա այնտեղ 7 օրվա համար է $2290 ընդամենը 7 օր $2290 Սա նոյեմբերի 4-ին է, իսկ սա նոյեմբերի 15-ին, բայց հիմիկվանից ձեր տեղերը ապահովեք։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան ատամնաբույժներն են հովանավորում։ Որևէ հարց ունեք ատամների հետ, լինդի հետ, արյունոսություն կա, ատամնաշար պիտի տեղադրեք, այս հարցերով զանգահարեք այս հեռախոսահամարին գտնվում է Ալիվ Գլենոքս փողոց Բրբանք քաղաքում Գլենդելի հարևանության։ Vivaldi venues եւ catering հովանավորում է ծրագիրը 3 սրահներ ունեն 120-150 300 տարողությամբ, իսկ ամեն օր ճաշ են առաջարկում։ Կարող եք գնալ վերցնել կամ ռեգլամի մեջ կտեսնեք իրենց ճաշը ինչ որ առաջարկում են կամ պատվիրեք իրենք կբերեն կվերադառնան։ Այս երկիրը ունի Federal Reserve Board-ը, որ բանկերին, բոլոր բանկերին վերահասու է լինում։ Բանկերը երբ որ դուք պարտք եք վերցնում, իրենք Federal Reserve Board-ին հետո վաճառում են այդ բոլոր ինչ որ մարդիկ պարտք են վերցրել, Federal Reserve Board-ը իրենց գումար է տալիս, որ ժողովրդին պարտք տան։ Եվ այս Federal Reserve Board-ի ղեկավարին նշանակել է նախագահ Թրամփը իր առաջին նստաշրջանին 2018 թվականի ժամանակ։ Pavel անունով այս անձնավորությունն է, որ հիմա նախագահ Թրամփը ցանկություն ունի տոկոսները իջեցնել։ Տոկոսները նրանք
տանդաղապար են ուզում իջեցնել, որովհետև տոկոսը հիմա բարձրացած է, մոտարապես 6%-ի մոտ է, եթե մեկը ուզում է պարտք վերցնի։ Իսկ եթե տոկոսները շատ իջեցնում են, որ արեն էին նախապես 0-ին անգամ հասցրել, խիստ թանկություն է գալիս երկրի մեջ, inflation է տեղի ունենում, երբ որ տոկոսը շատ են իջեցնում։ Ուրեմն նրանք աշխատում են տանդաղապար իջեցնեն, որ այս թանկությունը կանխեն։ Հիմա Թրամփը դա ցանկություն չունի։ Federal Reserve Board-ը 7 ղեկավար ունի, 7 հոգի, որտեղ 3-ը հիմա այս վերջին ժամանակում Թրամփն է նշանակել։ Եվ Փավելը համաձայն չի, որ այսպես արագ իջեցնելու տանդաղապար տոկոս ինչ որ թեև ինքն էլ նշանակված է։ Իսկ այնտեղ մեկ ուրիշ կին գոյություն ունի, Լիսա Քուք անունով, որ Բայդենի նշանակածն է, եւ Թրամփը իր վարչակազմը մեղադրեցին, որ ինքը կեղծել է իր թղթերը ինչ որ ներկայացրել է բանկին ներկայացնել կեղծ թղթեր, մեծ մեղադրանք է, երբ որ տուն եք գնում, այնտեղ պարկ եք ուզում վերցնել, թուղթ եք ստորագրում, որ ես ինչ որ թղթեր ձեզ ներկայացրել եմ, ճշմարիտ թղթերն եմ ներկայացրել, կեղծված չի։ Եվ այս կինը նաև այդպես ստորագրել է, ինքը մի բնակարան էր ունեցել, մի ուրիշ բնակարան էր գնել, եւ դուք մի բնակարան, որ մեջը ապրում եք, տոկոսը միշտ ավելցած է։ Եթե դուք ձեր բնակարանում ապրում եք, ուզում եք մեկ ուրիշ բնակարան գնեք ինվեստմենտի համար, վարձու տալու համար, մյուսի տոկոսը այս Federal Reserve Board-ը, որ բանկերին տալիս է կամ բանկերից այս լոն տալիս են, ավել բարձր է լինում։ Մեղադրում են այս կնոջը, որ այդ երկրորդ բնակարանը, որ առել է, սուտ թղթեր է ներկայացրել։ Բանից դուրս եկա, որ ոչինչ էլ սուտ չի ներկայացրել, այլ գրել է, որ սա իմ բնակարանն է, սա մյուսը գնում եմ ինվեստմենտի համար։ Եվ ահա այսպես մնաց այս հարցը, գնաց առաջին նստաշրջան դատարանը, ֆեդերալ դատարան գնաց, դատավորը ասաց, որ նախագահը չի կարող մխրճվի այս հարցի մեջ, այս կինը իր աթոռը կարող է պահել։ Վերանայման դատարանը նույն ձև ասացին։ Հիմա այս հարցը հասել է Գերագույն ատյանին, Supreme Court-ին այսել, դատարանը ասել է, որ այդ կինը պիտի այդ աթոռում մնա, մինչև իրենք հունվարին կվերանայեն այդ դատը, տեսնեն ինչ է, նյութը ինչ է, դեռ չեն նայել, հետո ուրեմն այսպես, եթե ցուցադրենք, այստեղ Լիսա Քուքին տեսնում եք, որ ուրեմն մնում է իր աշխատանքի մեջ մինչև հաջորդ տարի շարունակելու։ Իհարկե ասացի ինքը մի բան չի արել, այսպես ուրեմն պետք է տեսնել, որ արդյոք նախագահ կարող է մեկին հանել առանց պատճառի հանել թե ոչ, որտեղ հիմա պատճառ չկա որ հանի, բայց օրենքը սահմանադրությունը չի հստակացրել, այդ հարցն է երևի ինչ որ Supreme Court-ը պիտի նայի տեսնի ինչ է կատարում։ Ես ուզում եմ խոսել job report, միշտ ուրբաթ օրը, առաջին ամսվա ուրբաթ օրը, որը պիտի լինի այսօր ինչ որ ես ձեզ հետ խոսում եմ չորեքշաբթի օրը, վաղը կրկնություն այս ծրագրի կտեսնեք, ամենայն դեպս այսօր չորեքշաբթի է, ուրբաթ օրը պետք է Federal Reserve Board-ը ասել, որ քանի մարդ է աշխատանքի անցել կամ կորուստը որն է եղել, որ ոլորտում, որ բիզնեսի մեջ պակսեցրել են կամ աշխատանքի են առավել մարդկանց են, դա չի լինելու, որովհետև կառավարության բաջեթը կտրված է, նրանք որ այդ բաժնում աշխատում են, աշխատանքը չեն շարունակելու, որ կարողանան տեղեկություն տան։ Բայց իսկ մեծ ընկերություն ADP այստեղ տեսնում եք, ինքը նախատեսում է, որ սեպտեմբերին անցյալ ամիսը ավարտել ենք հիմա հոկտեմբերի առաջին օրն է, որ սկսել ենք, այս ընկերությունը, որը շատ մեծ ընկերություն է, որ մարդկանց չեքերը իրենք են շատ ընկերությունների համար տպում, ասում են 32,000 առաջին անգամ լինելով երկար տարիներ էր, որ աշխատատեղի կորուստ չի եղել, այդ նախապես իհարկե եղել է, գիտեք, երբ որ այս տնտեսական ճգնաժամը տեղի ունեցավ, ամենայն դեպս ասում են 32,000 աշխատանքի կորուստ է լինելու,
անցյալ ամսվա ընթացքին ուրեմն կորուստ կա։ Շարունակենք, տեսնում եք այսպես, իսկ թեև կորուստ կա աշխատատեղիների, բայց Dow Jones փայատերությունը բարձրանում է մաքսիմումին ասե 46441, S&P 500 նաև 34% 1/3 բարձրացել է 6700 եւ ահա այսպես տեսնում եք թվում է որ տնտեսությունը այդքան վատ չի, բայց աշխատատեղիների կորուստ է եղել։ Ես ուզում եմ հիմա ցույց տալ մեկ օթանավ, որ 15 ֆրիվեյ, որ Սան Դիեգոյից գնում է մինչև Լաս Վեգաս, այս ֆրիվեյը մեկ օթանավ պրոբլեմ է ունենում, այս ֆրիվեյի վրա իջնում է, սա մեծ բախտ բոլորի համար, որ ֆրիվեյի վրա այդ վարկյանին, որ իջնում է, մեքենայի չի հարվածում, կարող է մեծ աղետ լիներ, եւ երկու հոգի այստեղ են առանց վնասվելու կարողանում են իջնեն։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից Հռոմի Պապի մասին պիտի խոսեմ, ծրագիրը հովանավորում է Prime Med Pharmacy հովանավորում է ծրագիրը, Glenox եւ Highland փողոցի հատման կետում է գտնվում, հեռախոսահամարը շատ հեշտ է, եթե տեղերի կարիք ունեք, զանգարեք այս հեռախոսահամարին։ Ծրագիրը հովանավորում է նաև Չոփրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Չոփրյանները 3 նաև փաստաբաններ են, եթե ձեզ առաջարկում են, եթե ավտովթար ունեցաք, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք, զանգահարելով փաստարի վրա երևացող հեռախոսահամարին, ինչ որ այստեղ տեսնում եք։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը, հեռախոսահամարը տեսնում եք ժամադրություն վերջեք, եթե ալերժիներ ունեք, ձեզ նեղացնում է, մշտիկներ եք ունենում, դժվարություններ եք ունենում, զանգարեք այս հեռախոսահամարին։ Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping ամենաեժանն է առաջարկում, եթե դուք օթանավով ծանրոց խրգեք Հայաստան։ Մի փանդ ընդամենը $2.99, եթե Երևան խրգեք։ Իսկ գումար նաև կարող եք փոխանցեք $100 ղրկեք, $1 եք վճարում, $1, $500 ղրկեք, $5 ընդամենը վճարում եք։ Երևան Shipping 2 կենտրոններ ունի, Lancashire փողոց North Hollywood, նաև East Palmer եւ Adams փողոցի հատման կետում Glendale-ում։ Ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market-ն է հովանավորում։ EBT քարտը ընդունում է M&M-ը, խմիչքներ եթե գնեք, եթե ամենայն դեպս $30 այս խանութում առևտուր անեք եւ ավելին 10% զեղչ ստանալու կվերադառնա։ Դուք տեսնում եք Հռոմի Պապին, որ climate կենսոլորտին վերաբերող մեկ համագումարի մասնակցել էր եւ այնտեղ խոսեց այդ Ամերիկայում անմարդկային բնավորություն ինչ որ իմիգրանտներին ցույց են տալիս։ Այստեղ տեսնում եք նաև Արնոլդ Շվարցենեգերը այդ համագումարին խոսում է, շնորհակալություն է հայտնում Հռոմի Պապին, Լիոին, այստեղ տեսնում եք, գիտեք միշտ Հռոմի Պապերը թե լինի Ֆրանսիսը, նախկին Հռոմի Պապը կամ այս տեսնում եք այս որ իմիգրանտներին երկրից հանում են, անօրինական կամ օրինական դեմ են Հռոմի, այսինքն քրիստոնյա աշխարհը ասում է որ մարդկային ավել բնավորություն պիտի ցույց տալ, ով ուզում է լինի անօրինական է միտեղ իրեն պետք է խնամք տանել հոգատար լինենք, այդպես է իրենց քարոզչությունը իհարկե։ Ես ուզում եմ խոսել մեկ գիտնականի մասին, որտեղ այս մի կին է, որ դոկտորա է ստանում, այստեղ տեսնում եք երիտասարդ ժամանակ, շատ կենդանիների աշխարհի մասնակետն է դառնում։ 26 տարեկանում գնում է Հարավային Աֆրիկա շիմպանզեների, կապիկների ուսումնասիրության համար, ասում են դու անտառները մենակ չես կարող գնալ, որովհետև մտահոգված են, որ անկարծ իրեն վնաս չհասցնեն, ինքը կին է, տղամարդիկ եւ ուրիշներ, ուրեմն ինքը ասում է լավ, իր մայրիկը ընդունում է, որ իր հետ գնա այդ անտառների մեջ,
այս շիմպանզեների ուսումնասիրությունը կատարի 26 տարեկանում եւ մինչեւ այս վերջին ժամանակ 91 տարեկան Կալիֆոռնիա էր եկել այսօր պետք է խոսեր իր մեկ ուրիշ գիտնականի հետ աշխատանքը սկսել էր տարիներ առաջ 91 տարեկան ասակում այսօր մահացավ 26 տարեկանից այդ աշխատանքը տեսեք Աֆրիկայի տարբեր անտառները նախ գնում է շիմպանզեներ գտնում է իրեն հետ բարեկամական մոտեցում չեն տալիս նախ երկար ժամանակ փնտրում է որ տեսնի որտեղ են ապրում այսպես տեսնում եք անընդհատ հեռադիտակով մինչև գտնում է իրենց հետ մտերմանում է եւ նրանք իր հետ մտերմանում են այս շիմպանզեն տեսնում եք փախչում էին իրենից խոշոր շիմպանզե հետո քիչ տեսնում եք մի բան է տալիս վերցնում են այսպես զբաղվում են իր հետ սկսում են ծակերը գալիս են իրեն սիրելու ինքը իրեն սիրում է ու սկսում է բարեկամանալ այս շիմպանզեների հետ ինչ որ տեսնում եք ու այստեղ հրավիրված էր որ դասախոսեր այս իրեն հետո հոթելում գտնում են որ մահացել է 91 տարեկան այստեղ տեսնում եք Jane Goodall անունն է տարբեր հեռուստաալիքներում նաև այս կինը Jane-ը ելույթեր ունեցել եւ բոլորը գնում են երեխաների 32 գիրք է գրել 13-ը երեխաների համար այսպես տեսնում եք այս մարդասիրական աշխատանք ինչ որ կատարում էր բոլորը հավաքվում էին հրավիրում էին իրեն ամենայն դեպս մահացել է այսօր ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը եթե որևէ հարցեր ունեք ձեր աչքերի հետ ագնոցի կարիք ունեք ջուր է հոսում կծկծում է ուրիշ խնդիրներ ունեք այս հեռախոսահամարի զանգարեք 7 տարբեր գրասենյակ ունի զանգարեք տեսնեք որը կլինի ամենամոտիկը ձեզ հանդիպելու մասնագետին Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն Միացյալ Նահանգների ամենախոշոր տաշնամուրի խանութն է 600 տաշնամուր կա իրենց մոտ $500,000-ից մինչև $500,000 տաշնամուր Court Furniture հովանավորում է ծրագիրը Central եւ Մրթել փողոցի հատման կետում են նոր մատրես եթե պիտի գտնեք Court Furniture այցելեք Raffi's Market-ն հովանավորում ծրագիրը եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու այնտեղ իրենք պատրաստի ճաշ ունեն կարող եք վերցնել իրենցից Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե դե տեղ ունեցել ձեր տանը bankruptcy պիտի ֆայլանեք կամ accident ունեք այս զանգարին այս հեռախոսահամարին զանգարեք Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը գտնվում է Գլենդելում 616 East Glenox փողոց եթե ոտքի վրա վերք է տակը վերք է չկարում քայլեք շնչասպառ եք լինում մի քանի քայլ քայլում եք այստեղ զանգարի կվերադառնա Washington նահանգում մի 3 տարեկան երեխա գտնում է մի ռումբ որ երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբերից է այսպես տեսնում եք իրենց բակում փորում է մի բան գտնում է այդտեղ տեսնում եք բոլորի զարմանքը որ այսքան ժամանակ մնացել է, ուրեմն գալիս է մասնակիցները այս ռումբը տանում են, բարեբախտաբար մեկը չի վնասվել, մի դեպք չի պատահում։ Իսկ վերջավորությանը ես ուզում եմ խոսել Իլան Մասկի մասին։ Իլան Մասկին եք տեսնում, այս երկրում մեծ միլիարդատերներ մի քանի հազար կա եւ ոմանք 2 միլիարդ ունեն, այսինքն 2 բիլիոն ունեն եւ այսպես Իլան Մասկը իր հարստությունը հասել է 400 միլիարդի, հետո 300 միլիարդի, այսպես 300 բիլիոն հարստություն ուներ եւ կարճ ժամանակվա համար Oracle-ի տերը եկավ հավասարվեց իրեն հետ մի քիչ հարստությունը մի օրվա համար հասել էր իրեն հավասար ամենայն դեպս ինքը հիմա այս վերջին ժամանակում հարստությունը հանկարծ բարձրացավ հասավ 500 միլիարդից ավել կամ 500 բիլիոնից ավել Հիմա եթե շարունակենք Իլան Մասկը գիտեք Tesla մեքենայի տերն է երբ գնաց Թրամփին օգնելու որ ընտրվի որ հարյուրավոր միլիոնավոր դոլար տրամադրեց որ Թրամփը ընտրվի Tesla-ն մեծ կորուստ ունեցավ որովհետև
ոմանք պարկացան, էլ Tesla չեն առնում, բայց ամենայն դեպս նաև ուրիշ բիզնեսներ ունի Իլան Մասկը, ամենայն դեպս իր հարստությունը 500 միլիարդից ավել է եւ շուտով պիտի իր, որովհետեւ իր ընկերությունների ինչ որ ղեկավարում է, ասեն են առավել գումար են տալու իրեն, որ չթողնի Tesla-ն եւ ուրիշ ընկերությունները ինչ որ ինքը chairman նախագահն է չգնալու համար այդ գումարը ինչ որ պիտի տան ինքը կհասնի իր հարստությունը կհասնի 1 տրիլիոնի 500 միլիարդ է 1 տրիլիոնի հասնելու որ տարիներ կտևի որևէ ուրիշ մարդ կարող է իրեն հարստությունը այդքան շատանա որ մոտենա անգամ իր հարստությանը տեսնում եք Իլան Մասկին տեսակ եւ աշխարհի ամենամեծահարուստ անձնավորությունը ծրագիր եկավ իր ավարտին ցես կհանդիպեմ վաղը մի շնորհ հանդիպում